Բարեզրագիսես Ռոնի Ղարբյանն Ղարբյան Ռուսիա Ֆինանսինգ կերության կողմից այսօր արդեն հոկտեմբեր 5 2025 թվականը եւ ունենք բավականին նորություններ եւ հետաքրքիր նորություններ այս անգամ պետք է նայենք ինչպես են կարող ձեզ օգտակար լինենք ինչպես միշտ ամեն կիրակի ձեր հետ այս հերոստակայրանից ABC կայրանից առաջ աշվա 12-ին եւ իրիկունները 8-ին կրկնվում է վերջի երկուշաբթի օրերը եթե կիրակի օրերը չհաջողակ տեսնելու կարող եք երկուշաբթի օրերը YouTube-ի միջոցով եթե անունս Google անեք YouTube-ի վրա իմ վիդեոները կտեսնեք նախքին քանի տարիներինը Եվ այս վերջի 11 տարվա ընթացքին ձեր հետ մոտիկից խոսալով փորձում ենք ինչքան կարող ենք սովորացնել, որ իմանաք ինչպես շարժել ձեր ամիջական ինվեստմենտների համար, լինի տունի, ռիֆայնանսի, լոների, որտեղ խոսակցություններ շատ կա, մամուլի մեջ լուրերը շատ են, բայց ձեզի ինչպես է կարող օգնի կամ խանգարի, մենք ստեղ ենք ձեզի օգնելու այդ պայմանների տակ։ Սկսենք ամենից Կարևոր վերնագիրը, որ կա վերջի քանի օրը, որ պետությունը Միացյալ Նահանգների US government shutdown, փակվելը, փակա եւ Միացյալ Նահանգների պետությունը չի աշխատում։ Արդեն 5 շաբթի օրվանից է, ուրբաթ օրն էլ հрьяաների արձակուրդիներ կոնգրեսը փակ էր, անշուն 4 շաբթի օրվանից եւ 5 շաբթի եւ այսօր ուրբաթ օրն էլ խոսակցություններն էր։ Ինչ է նշանակում US shutdown, government shutdown, անշուշտ պետք է կենտրոնանանք real estate-ի եւ տոկոսների եւ ֆինանսավորման, mortgage-ների լոնի մասին խոսամ եւ real estate-ինը տան կախյալ, որտեղ շատ բաներ է նշանակում, բայց ինչ է ազդեցությունը real estate-ի շուկայում։ Սկսելով վարկեր կան, որ ինչպես FHA լոները Federal Housing Administration-ինն է կամ VA լոները, որ Veterans Affairs, կամ USDA-ն է, եւ այլն կամ SBA-ն է, եւ տեսակ Small Business Administration-ները եւ տեսակ վարկեր, որ այսօր եթե, այսինքն այսօր որ կիրակի է, բայց երևի կիրակի էլ տեսնեք, եթե Google-ը գրեք HUD, Housing Urban Development, որ էս ֆինանսավորման մեծ իրենց մինիստրին է HUD.gov Google անեք կտեսնեք ինչա գրված անմիջապես իրանց վեբսայթի վրա որ շատ հետաքրքիր է ինչևից է այդ լոները վարկերը որ պետական ստորագրությունը կամ գարանտին կամ որևէ պետության հետ կախյալ կապ ունի մանավանդ տարբեր ինշուրենսներ կա flood ինշուրենսներն է որ պետական է Ֆլորիդայում եւ այլն այս ազդում է այդ վարկերի բայց բարեբախտաբար որտեղ ուրիշ բաներ կարող են եթե պաշտոնի է այս պետական United States government-ի համար է աշխատում payroll-ի հարցը կա գործի չես պետք է paycheck-ը լինի վարկի համար եւ այլն Եթե վարկի ես դիմե որևէ վարկի, նորմալ վարկերի, բայց քո IRS-ի tax return-ները պետք է verify-ն IRS-ի հետ, բարեբախտաբար դեռ IRS-ը աշխատում է, շատ մասնաճյուղները աշխատում են պետականը, որտեղ 5 օր ռեզերվ ունեն ասելով, այսինքն եթե նույնիսկ պետությունը փակի 5 օր իրանք դեռ աշխատանքի մեջ են, 5 օրը երկարի այն ժամանակ խնդիր կլինի Բայց այն վարկերը, որ արդեն հաստատ approved ելած են, լոները approved են, այդանք շարունակում են, նրանք որ նոր են կարող է մեկ քիչ դանդաղանա, ինչպես appraisal-ի խնդիր լինի, title-ի խնդիր լինի, county recorder's office-ների խնդիր լինի, IRS-ների խնդիր լինի, so մեկ քիչ թեթևանա կկամանցանա, բայց չի արգելել է առայժմես պետական government shutdown-ը։ Այդ կողմից Բայց ուրիշ կողմերը ունի։ Կողմերից մեկը լինելով այս վերջի մեկ շաբաթվա ընթացքին, որ այս government shutdown-ի խոսակցությունը կա, որ 4 շաբթի օրվանից պաշտոնական shutdown-ը ել է, չկա փակեր են 4 շաբթի օրվանից, այսի
տոկոսները որպես 10-year treasury-ին, որ 30 տարվա վարկերը անուղակի հետևում են այս treasury բանդին 10 տարվանը, անփոփոխել է։ Այնքան քիչ անփոփոխել է, որ տոկոսները շոշափելի չի, այսինքն մեկ օրվա մեջ 1/8-ի չափ բարձրանում իջնում, բայց it's flat հասկացողության պարզ մեկ շաբաթ է, որ կարող եմ ասեմ, ինչքան ժամանակ էր տարիներ, որ ես սենցի 3 օր հանգիստ չեմ ունեցել տոկոսների մասին։ Օրվա մեջ բարձրանում, օրվա մեջ իջնում, օրվա մեջ 3 օր խաղաղություն է, որ իմ համար it's been a long time, առաջ սենց է տարիներ առաջ, ես հիշում եմ, ես արդեն 34 տարի այս գործի մեջ եմ, 91 թվականից, ճիշտ ուզենակ սեպտեմբեր 91-ին ես այմ առաջիս լոնը վարկը արամ, ես սեպտեմբեր 91-ին պարոն Վարուժինը, չեմ էլ մոռանում մեր հաճախորդի անունը 34 տարի առաջ, և այս 34 տարվա ընթացքին այս վերջի COVID-ից հետո կարող եմ ասեմ, COVID-ից հետո այս խառը վիճակը, որ ստեղծվավ, հետո պետական Democrat Republic-ներին, election-ը և այլն, շատ իրար անցումներ այլ է, որ կարող եմ ասեմ 5 տարի է, և այս վերջի 3 օրը հանգստություն էր, որովհետև շատ volatility, փոփոխություններ չկար treasury բանդի մեջ, որովհետև պետությունը չկա։ Եվ ինչ կապ ունի, որովհետև ուրբաթ օրը ինչպես բոլոր էկոնոմիստները, բոլոր ժողովուրդը, նույնիսկ դուք, նույնիսկ մենք, որ իմանում ենք, որ employment report, այսինքն Միացյալ Նահանգների գործերը, որ ստեղծվել է սեպտեմբեր ամսվա ընթացքին, որ կենտրոնական բանկի համար ամենամեծ ամենակարևոր տեղեկություններից է, երկու հատ կարևոր տեղեկություն է, employment report, այսինքն գործ անգործություն, երկրորդը GDP-ն է կամ PSI-ն է, որ inflation-ն է, սղաճը։ Այս երկուսը կենտրոնական բանկի մեկը մերոնն է, մեկը շուրգիրքն է։ Եվ այս երկուսը պետք է միշտ բալանսի վրա պահել։ Եվ երբ որ խնդիր այլում, դա համար տոկոսների բարձրացումը եւ իջացումը իրանց զենքն է։ Եվ ուրբաթ օրը պետք է լուրը տային, որ նոր սեպտեմբեր ամսվա գործերը, որ արդյոք քիչ է, շատ է, ինչ է։ Եվ այդ լուրը չծրան, որովհետև Bureau of Statistics եւ Labor Department-ը, որ պետական մասնաճյուղներից որ զեկույցը տա գործերի համար, փակ են։ Եվ այդ պատճառելա, որ մեկ կողմից նորեն շունչ առնելու, որով էլ այդ որտեղ 10 տարվա treasury-ին միայն economic data-ի վրա է իր reaction-ը, իր շարժումը, այսինքն գործեր economy-ն լավ է դե վատ է, 10 տարվա treasury-ին բարձրանում է, իջնում է, կամ economy-ն պետք է լավանա կամ վատանա, ոչ թե հիմա, այլ ապա մոտիկ ապա, եւ այդ ապրայից reaction ունի, եւ որովհետեւ փակ է եւ չեն զեկույցը տվել ուրբաթ օրը, որ գործերը ինչ է լավ սեպտեմբերի համար, 10 տարվա treasury flat գայները որ բախտավոր են նրանք, որ refinance-ով կամ տուն առնելով, որ ուզում են զբաղվեն կամ զբաղվում են, շատ մեծ փոփոխություն չի տվել եւ կարող են շահագործածեն եւ օգտագործեն այս ժամկետից։ Ինչպես անցյալ շաբաթ ձեզի ասամ, եթե հիշում եք, եթե տեսաք, դե ոչ YouTube-ի վրա կարող եք տեսնել, որ խոսացիմ timing-ը, որ rate lock-երի մասին է, տոկոսները սենցի հիմա անփոփոխ վիճակի մեջ է 3-4 օր եւ անմիջապես առայժմ փոփոխություն չենք տեսնում, այսի մեկ կողմից perfect rate lock-երի համար, որ սկսեք, եթե paperwork-ը չեք արել, ժամանակն անեք, մանավանդ այս weekend-ին, որտեղ երկուշաբթի չեք միջայնելու, perfect timing refinance-ների համար նրանք որ ժամանակի հարց է։ Ինչ-որ որպես home buyers գնողների համար affordability-ն դեռ նույն խնդիրն է,
affordability-ին դեր լուրջ հարց է արժեքների կողմից տոկոսները ճիշտ է ահագին իջեր է եւ օգնում է բայց pre-approval-ը նորեն գնողների համար pre-approval-ի հուղթ ունենալը ամենից մեծ positive քայլերից մեկն է որ ունենանք որովհետեւ pre-approval-ի որ տունը առնելու համար այս information-ը որ դուրս է գալու ինչպես ասամ առօրյա տոկոսները վրևցած անում որ շատ փոքրիկ այս դուրերը պատոհանները բաց որ պիտի օգտագործեն ինչ որ վերաբերում է որպես sellers վաճառողների համար տոկոսները որ ստաբիլ մեծ վիճակի մեջ է օգնում է որ գնողները շարունակաբար consistent մնան, որովհետև տոկոսը նույնն է, payment-ը նույնն է, արժեքը նույնն է, so մեկ այս պահանջը շարունակաբար մնում է, բայց եւ ինչքան այս պետական ուշացումները կա, օգնում է վաճառողներին, որովհետև առնողների համար դեռ նորմալ վիճակի մեջ է, բայց այս է շատ արագորեն կարող է փոխվի եւ shift լինի բայերի եւ սելերի կողմից So, ինչպես ասամ, shutdown-ը մեկ կողմից լավ է, մեկ կողմից չի, բայց գոնե քանի օր կարողանում ենք առանց panic անելու օրական, որտեղ հայրենակից հեռացանում են ինձ օրինակ չորեքշաբթի օրը ասում է տոկոսը ինչ է, հիմա չորեքշաբթի օրը ինչ լուր է դուս եկե GDP-ն, CPI-ն, PPI, եւ դա վրայից չորեքշաբթի 11-ին կարող է տոկոսը բարձրացել է, որովհետև լավ լուրեր կա, լավ լուրի ժամանակ է բարձրանում եւ հայրենակից հեռազային ժամը 2-ին, բայց 5-շաբթի օրը վատ լուր է դուրս գալիս ցածը գալի, բայց ես արդեն հեռախոսը չորեքշաբթի եմ հայրենակից այդ խոսացել, լուր չունի 5-շաբթի իջավ։ Կամ հակառակը կարող է առավոտ 9-ին եմ խոսացել, 11-ին բարձրացավ, ես իրան ցածր տոկոս ենք ասել 9-ին ժամը 9-ին, բայց 11-ին հետա բարձրացել, so միջով դա տուն թուղթ է։ So ինչ ասածս ընդհանրապես timing-ը ճիշտ ժամանակ լականելը ճիշտ ժամանակ արել, բայց ինչպես այդ ճիշտ ժամանակը, այդ ճիշտ ժամանակը երբեք չեք իմանա, այսինքն կիմանաք երբ մենք էլ ձեզի կասենք երբ լուր ենք տալի, բայց ճիշտ ժամանակի նորը սկսելը չես հասնի։ Ճիշտ ժամանակի նորը սկսելը չես հասնի։ Պետք է լինի որ okay այսինքն ինչպես ասեմ, եթե Լոս Անջելեսից թռնելու եք Երևան եւ ուզում եք երկուշաբթին դելնեք, պետք է Կիրակի ճանապարհվեք։ Չեք կարող երկուշաբթի ճանապարհվեք, երկուշաբթի էլ ընդդելեք։ Ում եթե շատ բան པարզ օրինակներ եմ տալի, որ հասկանաք այդ կետին հասնելու համար նախապես պետք է սկսեք։ Մյուս լուրերից, որ ամեն ամիս ձեր համար ունենք եւ շատ կարեւոր լուրերից մեկն է, դա էլ S&P Case-Shiller հասկացողության մահդ ընկերությունը, որ Միացյալ Նահանգների տան արժեքների բարձրացման ինդեքսն է, նիշն է, որ տալիս են։ Եվ ամեն անգամ ձեզ հիշեցնում եմ, որովհետեւ սա closed էշկոների մասին է եւ որովհետեւ բոլոր Միացյալ Նահանգների մասին է եւ որովհետեւ բաժանել են երկու բուն մարքետների մեջ մահ 20 հատ կարևոր metropolitan մեծ քաղաքները Chicago, Minneapolis, Atlanta, Los Angeles, Dallas եւ այլն մահ 10 քաղաքներ բուն քաղաքներից երկու հատը եւ ստանք օրինակներ են տալի բայց կենտրոնանանք օրինակ Glendale, Los Angeles-ի եւ այդպես կողմից նայենք ընդհանրապես, պետք է տեսնենք, որ արժեքները համավարակաբար, անշուշտ հետո մանրամասն կասեմ, բայց բոլոր Միացյալ Նահանգների այս ինդեքս հասկացողության, որը հաշվել են միջինը, օրինակ մետի ավել մետի պակաս, 1.9% աճ ունեցել հունիս 2025-ին Էսի հունիսինա բաներոշուն էսի հունիսինա որովհետև երկու ամիս է տևում մինչև զեկույցը դուսա գալի օգոստոսի վերջավորության է զեկույցը սեպտեմբերի վերջավորը դուս եկա որ էսի հուլիսինա ներողություն հունիս եմ ասում
հուլիսի զեկույցներն է։ Հիմա աճը որպես ինդեքս եւ ունենք որպես տոկոսային բաժնով նախկին ամսվա հետ, այսինքն մայիսից հունիս, մայիսին 2.3% էր, հունիսին 1.9%, այսինքն ցույց է տալի, որ ավելի քիչոտ է աճը շատացել, այսինքն նորեն բարձրացել է, բայց ավելի կամանչոտ։ Այդ մետրոների մեջ են վերջնում, օրինակ ինչպես ասա, պետք է նայես որտեղ ուտեսի 20 հատ եւ 10 հատ, բայց եթե individual վերցնենք, օրինակ Նյու Յորք 7% աճ ունեցել։ Մեկ ամսվա ընթացքին են տարեից տարի են խոսում հունիսից հունիս։ 7% արժեքների բարձրացել Նյու Յորքում, այսինքն ով որ անցյալ տարի չի արել, այս տարի արել 7% ավելա տվել։ Շիկագո 6%, Քլիվլենդ 4%, Սան Ֆրանցիսկո 2%, Լոս Անջելես 1/10, ընդհանուր Լոս Անջելես City մասին է խոսքը, ոչ թե county, Լոս Անջելես City դա։ So միայն այդ 20 հատը վերցնում են average-ը 2.1% աճ ունեցել։ Եվ անշուշտ որ դրանք especially West Coast-ի կողմից մեկ քիչ կամանցացել է ուզենք դե չուզենք։ Mortgage rate-երը այս ժամանակ մի մոռացեք, սի հունիսի զեկույցն է եւ սա ունեցել ենք մոտարապես տոկոսներն են ժամանակ ավելի բարձր, affordability-ն ավելի խնդիր էր եւ inventory-ն դեռ կամաց շատանում էր, որտեղ էսի up to date չի, եթե հիմակվանը հաշվես up to date-ը։ Ամենա affordable արժան, որ կարողանան ժողովուրդը ապրեն Midwest-ում այլն որ Շիկագո եւ Քլիվլենդում այլն որ steady է այդ կողմից տեսնում են։ So բայները ուզենք չուզենք կամանցացել է նորեն հունիսի այս տեղեկություններն է flat pricing-ը այդքան շատ չի, բայց տեսան այդ adjustment-ները, որ ելնում էր արժեքները իջացնում են շարունակաբար ելել։ So ավելի նայենք ապական ստա մասին ինչ ենք տեսնում, սխալ message չելնի, որովհետև արժեքները ավելի քիչոտ է բարձրացել, չի նշանակում արժեքները իջնում է։ Պետք է վերնագիրները զգուշ ելնենք, դեռ consistent ձևով բարձրանում, այսինքն շարունակաբար ձևով արժեքները բարձրանում է։ So եթե մարդիկ իջնում է, ոչ, եւ պետք է նայես որտե։ Հիմա այս կարող է bidding war-երը, որ առաջ գալիս էր մատուն 34 հատ offer-եր գալի վրան։ Արդյոք կա, անշուշտ կա, տեսնում ենք, absolutely տեսնում եմ։ Բայց կապ ունի որտե եւ ինչ եւ ես ինչ խորհուրդ եմ տալի։ Այ բարձր ասեմ օրինակ, հիմա մենք վստահ եմ, մեր հայնակից հիմա ինձ նայում է, so ես իր օրինակը պետք է օգտագործեմ։ Ուրեմն մեր թաղամասում մեր տուն երել է եւ այդ տունի արժեքը ինչպես միշտ ես ձեզ հիշեցնում եմ price per square feet-ն է կարևոր տան արժեքը որևէ միտք չունի ինչա նշանակում եթե 1000 square feet-անոց մեր տուն է օրինակ է գալի այս թիվերը չափազանցած թիվեր եմ ասում որ հեշտ ելնի ըմբռնելը եթե 1000 square feet մեր տուն է ծովի ափին Մալիբույում կամ Նյուպորտ Բիչում կամ Դեյնա Փոյնթում ծովի ավազի վրա է իմանում ենք եթե 1000 square feet-ը price per square feet-ը վաճառվում է օրինակ 2-ից $3000 so 3000 at 1000 square feet $3 million է տան արժեքն բայց եթե նույն 1000 square feet-ը օրինակ Լաքանյարայում է օրինակ նորեն չափազանցնում եմ օրինակները square feet-ը ծախվում է նոր $1000 so այդ տեղում այդ լաքանյարի 1000 square feet տունը վաճառվում է $1 million փոխարեն նույն տունը ուրիշ թաղամասում $3 million եւ նույն տունը բերենք տանենք Palmdale դնենք եւ Palmdale-ում այդ նույն տունը վաճառվում է square feet-ը $200 այսինքն 1000 square feet-անց տունը ելնում է $200,000 Այսինքն չափազանցած օրինակներ տվամ պարզապես հասկանալու համար։ So նույն տունը մեկ քաղաքում 200,000, մյուս քաղաքում 1 միլիոն, մյուս քաղաքում 3 միլիոն։ So այս հասկացողությամբ, երբ որ հաճախորդները գալիս են իմ մոտ եւ տուն են ուզում նայեն, նայելով ինչ են ուզում, անշուշտ ուրիշ մանրամասեր էլ մեջ չկա, պարզ տենցի չի, այս քաղաքում այսքանը վերջացավ։ Ոչ, որտեղ այդ 1000 square feet-ը եթե ասում եմ square feet-ը օրինակ Լաքանյանում $1000 է,
եւ ելնում է $1 միլիոն, բայց եթե հողը մեծ է, տեղը լավ է, կարող է 2 միլիոն վաճառվի, բայց չի նշանակում թե 8000 square feet անոց տուն կա, արժեքն է $8 միլիոն, ոչ, այն ժամանակ փոփոխություններ կա, այսինքն ինչ ասացել եմ, մանրամասեր կա, մենք այդ adjustment-ները անում ենք, բայց ինչպես ասեմ, ձեզի չափազանցնած մի հատ օրինակ եմ տալի ինչ։ Ուրեմն այդ քաղաքում մի հատ տուն էր, որ square feet-ը մոտ $650 էր, listing։ Նայեմ օրինակները, որտեղում դրանք ինչ է վաճառվում, ուսումնասիրություն արանք, աշխատանքը տարանք եւ տեսան, որ $650, որ list արե, մեկ քիչ բարձր է, բայց ի վիճակի, ի թաղամասին եւ այլն, is not as bad, it's okay։ Նույն քաղաքի մեջ 2-3 փողոց ցախին աչին, մատ ուրիշ տուն է list այլ է $575 price per square feet։ Եվ այս երկուսի տարբերությունը մեկը լրիվորեն tear down թափելու շենքա, մյուսը պատրաստ moving condition remodel-ած կուղտին գետիները, recess light-երը եւ այլն։ So մենք առաջինին եկանք, ասանք որ գիտես 650 price per square feet-ը մեկը կամ մոտարապես այդ, այս եթե $525 ատենք price per square feet, ու դա ասամ, իր արժեքը 8000-ը, 1 միլիոնը, 4 միլիոնը, who cares, price per square feet դեպքում, եթե $525 ատենք, $100, $150 է ծախսես price per square feet վրեն, անշուշտ ուսումնասիրության խորհուրդ առնել հաջողորդի հետ, նույն արժեքը դուրս կգա, բայց նեղությունն է, ժամերը եւ այլն եւ այլն։ Բայց afերը որ ներկայացնանք վաճառողը ասա որ ինչ $525 price per square, ես արդեն $600 ունեմ առնող։ Իմ համար մեկ քիչ հետաքրքիր է ով է վաճառում այդ $600 հին տունին price per square feet, որ պատրաստ է դրած moving condition $650-ով, ոչ թե մահակ, այլ լիքը կան այդ արժեքների մեջ։ Բայց պահանջը կա, կամ ոչ թե պահանջը կա, սխալ խոստումներ կան եւ դեռ վաճառողներ կան, որ առայժմ իրանց ինչ ասեմ, ստանդարտները դեռ չեն փոխել։ Կալիֆոռնիայի closed escrow sales, փակված sales օգոստոս ամսվա ընթացքին քանակով 264,240 տուներ են վաճառվել։ Եվ սա 9/10-րդի չափ ավելի շատ, քան թե հուլիսի հետ։ Եվ սա 2/10-րդի չափ ավելի քիչ, քան թե անցյալ տարի։ Այս արդեն 35-րդ մոտ 3 տարվա 35-րդ ամիսն է, որ դենք 300,000-ից քիչոտ է տուն վաճառվում, որ մեր Կալիֆոռնիայի համար 300,000-ը մինիմումն է։ Ընդհանուր statewide pending sales, այսինքն էսկոները բացվել է օգոստոսին, guess what? 8.3% աճ ունեցավ, huge jump։ Օգոստոսի ժողովուրդը էսկոեն բացե 8.5% աճ ունեցե, այսինքն մանկամից, ինչպես տեսնում եք, գնողները հարցակվան։ Եվ այսի օգոստոս ենք ասում, սեպտեմբերի կենտրոնական բանկի ժողովի տոկոսների մասին դեռ չեն խոսում, այս զեկույցը մյուս ամիս ալետ չունով բայները արթնացել են, ոչ թե արթնացել են, ներողություն վիրավորական չելնեմ մեր գնողներին, արթուն էին, պարզապես սպասում են տեսին արդյոք կիշնի կամ արժեքները կամ տոկոսները, եւ եթե սպասելով տեսան արդյունք չեն ստանում, հիմա they're taking action։ Այո, so, օգոստոս ամսվա pending home sales 8% բարձրացավ հուլիսից, միայն բաղտատելով հուլիսից։ Բաղտատելով մեկ տարվա ընթացքին 2/10-րդ էլ բարձրացել է։ Առաջի անգամն է 9 ամսվա մեջ, վերջի 9 ամսվա մեջ, առաջի անգամն է, որ pending home sales are up in California։ Տոկոսները անշուշտ իջեր հակին տարբերություն արել։ Home buying season-ը անցել է պաշտոնական, բայց Կալիֆոռնիայում սեզոն չունի պատճառ եղանակին։ So pending sales-ը դեռ բարձր է։ So բավականի գնողներ
դեռ սպասում են այն հույսով, որ տոկոսները ավելի պետք է իջնի եւ այնքան է, որ իսկապես payment-ի դժվարություն կունենան եւ ոչ այդ կարող են հիմա առնեն, հետո իջնի refinance անեն, բայց եթե այսօրվա payment-ը չի կարող դա հասկանալի է։ So պաշտոնական Կալիֆոռնիայի միջին արժեքը home price-ը for month of August $899,140 պաշտոնականը։ Այսի rebound արել 3 ամիսվա straight decline-ից հետո, բայց այդ ինչ-որ մեկ առաջ ասում են վրևը ամենը առուվաճառքի մասին, ոչ թե արժեքների։ Հիմա արժեքները Կալիֆոռնիայում, ընդհանրեն Կալիֆոռնիայում 1.7% աճ ունեցել հուլիսից օգոստոս։ Տեսակ։ Եվ անցյալ տարվա այդ բախտատելու 1.2% աճ ունեցել։ Սա ինչպես տեսնում եք, արժեքները դեռ շարունակաբար բարձրանում են եւ էսի Կալիֆոռնիայի մասին ենք խոսում, ոչ թե մյուս տեղերին։ Եվ էսի օգոստոսինն է, որ դեռ տոկոսները այդքան չէր իջել սեպտեմբերին, որ այս խարիտայարակ իջավ, որ բարեբախտաբար մեր հայերը օգտագործան։ Եվ այս ձևի եթե տոկոսները շարունակվի, վստահ եմ գնողները կշատանան։ Բայց չմոռանանք, որ դրանք Կալիֆոռնիան քիչ փոքր նահանգ չի։ Far north, այսինքն ամենա Կալիֆոռնիայի north ասելով Վաշինգտոնի տակը 2.9% աճ ունեցավ։ Central Coast 1.6% աճ ունեցավ։ Եվ San Francisco Bay Area միակ տեղն է, առուվաճառքի մասին է խոսքը, ոչ թե արժեքներին է, լավ հիշեք, նորմալ առաջուց պիտի ասեմ, առուվաճառքի մասը San Francisco-ում իջավ առուվաճառքը օգոստոսին 4.1%-ով իջավ։ Southern California ընդհանրապես առուվաճառքը, որ San Diego, Los Angeles, Santa Barbara-ը մտնում է մեջը, 3.7% իջավ առուվաճառքը, Central Valley-ում 3.5%։ So double digit-ներ էլ չկան։ Բայց եթե այն որ ինվեստորը, որ դրանք Mariposa County 81% sales-ը բարձրացավ մեկ տարվա մեջ։ Mariposa County, եթե ինվեստեք ուզում անեք, look into it։ Lassen County 46% աճ ունեցել։ Kings County 36% աճ, ամեն մենակ Los Angeles County չի, 53 հատ county կա Կալիֆոռնիայում, լուր ունեիք, 53 հատ county, Los Angeles-ը 1, հետո 2, հետո 3, 53 հատ county կա, Kern County, San Bernardino County, Lassen County, Mariposa County, Kings County եւ այլն, county-ներ կան։ So օգոստոսին 3 հատ Կալիֆոռնիա 5-ից 3 հատ թաղամասերը, որ նայում են ընդհանրապես Central Coast 6.3% արժեքները բարձրացան։ Միայն եթե Central արժեք ամեն քաղաք տարբեր է, ընդհանուրը ձեզի ասեմ, բայց քաղաքից քաղաքից վերջում տամը price per square feet-ը որտով Central Coast-ում արժեքները 6% բարձրացել է Կալիֆոռնիայում օգոստոս 2024-ից մինչև օգոստոս 2025։ San Francisco, որ առուվաճառքը 4% իջեր էր, sales-ը արժեքները 3% բարձրացել է, 2.8% increase in the prices in San Francisco։ Southern California, որ մենք ենք, medium price of a home բարձրացել է 1.5% բարձրացել է, 1.5% արժեքները բարձրացել է, այո։ 29 county-ից 53-ից ցույց են տվել արժեքները բարձրացել։ Santa Barbara, I can't believe it, ես յանթե անցյալ տարի Santa Barbara county-ում տուն առածելին, այսօր 32% բարձրացել է, sharpest increase in all counties, մեկ տարվա մեջ Santa Barbara county-ում տուն առածելնից 32% արժեքները բարձրացել։ Monterey
մանրեն իմ սիրած քաունթիներից մեկն է, սիրած քաղաքներից։ Ես կարծեմ Կալիֆոռնիայի ամենասիրուն քաղաքներից մեկը Մանրեն է, իմ սիրածը։ Մանրեն 20% արժեքները բարձրացան։ Trinity 10% արժեքները բարձրացան։ So, ինչպես տեսնում եք, արժեքները շարունակաբար բարձրանում են։ Ուզում ենք տոկոսները նայեմ refinance-ի համար եւ տուն առնելու համար տոկոսները միքս սպասեք իջնի նորից կասեմ հայրենակիցներից ունենք որ հերաձայնավ եւ խոսացին որ refinance-ի համար եւ երբ որ հաշվենք մոտ $275 ամսական savings-ն էր Վերջը շրջով ասա որ ինչ ես կարծում հիմա refinance անենք դե սպասենք մեկ էլ իջնի մյուս տարի հետո անենք երկու տարբերակ մեկ որ ոչ ոք չի ման մյուս տարի կիջնի դե չի իջնի եւ ինչ կելնի նորեն պատերազմ կելնի terrorism կելնի աստված ոչ անի երկաշարժ կելնի ես իմ stock market-ը նախագահին մի բան կելնի inflation կելնի, սղաշ կելնի, անգործություն կելնի, so many things could happen, որ ոչ ու կապական չի մանում։ Ճիշտ մատ սպորտի նման, այսինքն խաղում ես սկիզբը առաջի 5 րոպեի մեջ չես իմանում որ այդ որ թիմը կշահի որտեղ anything could happen, ոնց լավ խաղացողը կարող է վիրավորվի, ամենից վատ խաղացողը կարող է այդ օրը շատ լավ խաղա եւ այլն եւ այլն։ Ուրեմն այսօր եթե your saving ամսական 200-600 ունենք հաճախորդներ $600, $800 savings կա, այսինքն նորմալ է։ Եթե այսօր 2, 3, 4, 500 որևէ price you save համեմատ ծախսին անշուշտ, ծախսերը մենք ձեր համար նկատի ենք առնում, որ ասում ենք օրինակ եմ ասում, ասենք closing cost-ը $4000 այլում, բայց եւ ամիսը $100 save ես անում, կասեմ Երևի ոչ, որովհետև էդի 40 ամիս կտևի մինչև քո փողդ հետ ստանաս։ Բայց եթե ամիսի $500 save ես անում եւ 4000 ծախսը տա, իմանալու 10 ամսվա մեջ you get your money back, այն ժամանակ maybe it's worth it։ Սոմատ տոկոսները նայենք շատ հետաքրքիր որ մանավանդ buy down-ների մասին permanent buy down-ը առնելու եւ refinance-ը երկուսն կնայենք հիմա ինչ ունենք։ Սոմատ նայենք տոկոսները Ստանք ինչ-որ հիմա ցույց եմ տալի refinance-ի համարա, այս են վարկերը, որ $300,000-ից $800,000 եւ single family residence home 20% equity ունենաս մեջը minimum եւ հողով տունը մեջը բնակում ես, տոկոսը կլինի 5.875 meg point-ով, սա էլ full documentation բասին։ Նույն պայմաններով, բայց ես անգամ ասպես ունեմ գումար քաշեմ վրան, փող քաշեմ վրան, 6.125 meg point-ով, եսի 30% equity ապեն։ High balance-ը որպես 806,000 ես 1,209,000, 5.99 meg point-ով։ Սա առանց tax return-ի profit and loss program-ը, եթե self-employed եք դու ձեր գործ ունեք profit and loss-ով, կարողանում եք refinance անեք 6.5%-ով meg point-ով։ Եթե credit-ի հարց ունեք FHL loan-ը միակ loan-երից մեկն է, որ վատ credit-ի միջոցով կարողանում ենք ձեր համար cash-ա գումար վերցնենք մինչև տան արժեքի 80%-ը 5.625 meg point-ով։ First time home buyer-ի rate buy down program-ն է, որ եթե տուն ենք առնում ես օրինակը տվել եմ մինչև $1 million, 20% կանխավճար դնես, այսօր եթե տոկոսը կլինի 5.875, մենք թույլատրում ենք 2% քիչոց սկսես, 3.8 առաջի տարին, 4.8 երկրորդ տարին, եւ նոր 5.8 երրորդ տարին եւ էսի ստանալու համար մոտ 14,000-ի համար ծախս կա, որ կարող ենք էսի սելերից ստանանք։ First time home buyer-ի համար Fannie Mae ծրագիրն է 300,000-ից $806,000, 806-ը by the way բարձրացել է $819,000, նույն շաբաթ այս թիվերը կփոխեմ ձեր համար,
5.8 1 point-ով, բայց եթե դու կամ սելերը կամ agent-ը համաձայն եք 2 point վճարեք, 5.5-ը կարող եք ստանաք, 5.5 կա, միայն ծախսալի է, բայց մարդկա ծախսն այդ կուզի վճարի։ Նույն պայմաններով single family residence owner occupy 791 credit score-ով եւ 20% կանխավճարով, այսի ելնում ես 5.875, 20 տարվանը նույն պայմաններով, բայց 5.125 2 point-ով, 15 տարվանը 5.125 1 point-ով։ High balance-ները 806,000 1,209,000 6.125 1 point-ով, 20% կանխավճարի պարագայում 6.375, 20 տարվա ֆիքս է նույն ձևի և 15 տարվանը 5.370։ FHA-ները, որ շատ ավելի հեշտոտ են նկատի առնում եկամուտի թուղթերը, 5.375 1 point-ով։ FHA high balance-ը, այսինքն 806,000 1,209,000 5.375 Եթե FHA loan ունեք արդեն և FHA-ից FHA բեք է refinance անենք, եթե ձեր տոկոսը 6.75-ից բարձր է, եթե 7-երի մեջ եք, 0 ծախսով, 0 ծախս, 0 ամեն ինչով կարող եք ստանաք այդ տոկոսը։ Ջամբոները մինչև $3 միլիոն 6%, այսի առանց tax return-ի profit and loss program-ով 6.375 և նույն ձևի bank statement program-ները նայեք հոյակապ այս bank statement program-ները self-employed-ների համար, որ դու ձեր անձնական գործ ունեք։ Եվ այսի interest only-ով bank statement program և 40 տարվա fix և interest only 6.3։ Տոկոսները առայժմ ինչպես ասամ steady մնացել է, փոփոխություններ 1/8 ամեն օր և ցած անում է, բայց պատրաստ եք լինեք, որտեղ պատրաստ որ լինեք, այս ամենը հնարավոր է։ Նայենք մեր լիստինգները, շատ հետաքրքիր լավ տուներ կան, շատ լավ, մանավանդ նրանք, որ potential-ները շատ են, պատրաստ եք անպայման ստանք հոյակապ տուներ, մենք նայենք լիստինգները։ Սկսենք condominium townhouse-ները, առաջինը Simi Valley-ում սկսենք 1 bedroom, 1 bath, 733 square feet է, single մոքու համար կամ մեծահասակ single կամ երիտասարդ single, 733 square feet-ը փոքր չի, բայց այս balcony մեծությունը it's worth it, $399,000։ Նորեն Simi Valley 2 նինջասենյակ 2 լվացարան, 1249 square feet, տունի նման է ինչպես տեսնում եք, որևէ ձև չեք զգում condo townhouse-ը, house-ը, $400 homeowners association ունեք, բավականին մեծ է, $575,000, որելում է $460 price per square feet, այսի կարևոր է այսի նկատի առնենք, և էլ նորեն ահագին նստավայր ունի և community pool-ն է այսի, որ ամենը կարող են օգտագործել։ Reseda 2 նինջասենյակ 3 լվացարան 1176 square feet condominium-ի մեծությունն է և $400 homeowners association-ն է, asking price պես տեսնում եք $501 price per square feet, $501 Reseda այս վիճակի տուն, գետինները նայեք, bathroom-ները նայեք, աշխատանք են տարել, I would say it's not bad, մեկ ինչ բարձր, but not that bad, և Homeowner Association-ը լավ է, $589,000։ Simi Valley 2 նինջասենյակ 2 լվացարան, 1366 square feet, տունի մեծությունն է, $600 Homeowner Association-ն է, $436 price per square feet, $595,000։ $436 Simi Valley համար այս վիճակի տուն is not bad, but $600,000 is more affordable or payment կարող են տան։ Նորեն Simi Valley, oh my god, ինչքան Simi Valley ունեն, 2 bedroom, 2 bath, 1005 square feet տունի մեծությունն է, $475 Homeowners Association-ն է, $607 per square feet, այսի նկարները չկար, ասենք մյուսի նկարները, Van Nuys 3 նինջասենյակ 3 լվացարան, 1707 square feet տունի մեծությունն է, $350 Homeowners Association-ն է, այսի ավելի լավ վիճակի մեջ է,
բայց $379 price per square feet, so եթե նայեք այս broker-ը շատ ճիշտ արժեք է դրել $647,000 asking price, but $379 price per square feet. It's a great price, ապրես washer dryer ունի, private garage ունի, gated community է, նստելու տեղ ունի, good job. Sherman Oaks 2 ննջասենյակ 3 լվացարան 1450 square feet տունի մեծությունն է 500 square feet homeowners $500 homeowners association-ն է asking price $551 հիմա $800,000 price per square asking price $551 price per square feet Sherman Oaks-ում $551 is not a bad price հակառակը լավ արժեք է իր նստավայրն ունի patio-ն ունի հանգիստ Hollywood Hills 2 ննջասենյակ 2 լվացարան 1610 square feet տունի մեծությունն է $573 price per square feet Hollywood Hills-ում $573 homeowners association չես ճարում $546 price per square feet $573 homeowners association դժվար ես ճարում asking price $879,000 Hollywood Hills-ում է էսի Pasadena 2 ննջասենյակ 2 լվացարան 1594 square feet տունի մեծությունն է $732 homeowners association-ն է մեկ քիչ բարձր է բայց ճիշտ արժեք են դրել $598 price per square feet Pasadena-ում այս վիճակի տուն այս թաղամասում այս շենքում is not a bad price Bravo listing agent-ի որ $598 price per square feet է Montrose-ում 3 ննջասենյակ 3 լվացարան 1700 square feet տունի մեծությունն է $400 միայն homeowners association-ը it's not bad Montrose-ի համար $400 asking price $565 price per square feet $960,000 միակ խնդիրը էսի կունենա Montrose-ում ամեն մարդ $1 միլիոն չի ուզում վճարի condominium-ի կուզի նախընտրելի հողով տուն բայց հողով տունը այդ թաղամասում ելնելու արժեքը այս չափսի տուն $1.8 million so այդ այլ պետք է նկատի առնեք Studio City 2 ննջասենյակ 3 լվացարան 1650 square feet condominium մեծությունն է $662 homeowners association-ն է շատ լավ վիճակի մեջ է շատ շիրուն ռիմադելած է asking price $1,049,000 հիմա $636 price per square feet որ արժեքը price per square feet Studio City համար այս վիճակի տուն է թաղամասում is not bad at all լավ արժեք է դրել Շվեցրու է քաղաքից քաղաք price per square feet-ը փոխվում է Glendale 2 ննջասենյակ 2 լվացարան 1490 square feet տունի մեծությունն է $1050 homeowners association-ն է location անշիշտ լավ է I think $705 price per square feet մեկ քիչ բարձր է բայց $1,50,000-ով այդ view-ով այդ balcony-ում վստահ եմ ահագին գնողներ կելնեն պատճառ size-ին եւ location-ին Dana Point 2 ննջասենյակ 3 լվացարան 1740 square feet տունի մեծությունն է townhouse-ը $671 homeowners association-ը որ Dana Point-ի համար is not bad $687 price per square feet it's almost կես արժեք հա $1,195,000 asking price ծովից շատ հեռու չես բայց $687 Dana Point-ում it's half the price ինչ կճարես ընդեղում Pasadena 3 ննջասենյակ 3 լվացարան 1660 square feet տունի մեծությունն է $205 միայն homeowners association-ը $774 price per square feet $1,285,000 այս վիճակի սենսի պատրաստված Pasadena-ում այս homeowners association-ում կարող է 774 էթա կամ մեկ քիչ մոտիկոտ probably a little less 774 մեկ քիչ փուշ է բայց հնարավոր է ինչպես տեսնում ես քո մեծ ամեն հնարավորություններ ունի հողով տուներն այն մեկ քիչ արագացնեմ
Ուրեմն Palmdale-ով սկսենք 5 bedroom 3 bath 2655 square feet, so Palmdale-ում մեծ տուներ կան, մաքուր տուներ կան, նոր տուներ կան, հողերը մեծ է, nothing wrong with Palmdale, ոչ մի բան problem չունի, միայն հերությունն էլ կապ ունի, որ դե շփվում, եթե այստեղում շատ բարեկամություն, հարազատություն, ընկերություն կամ աշխատանք ունես, դժվարանաս ամեն օր 1.5-2 ժամ քշես, բայց $232 price per square feet, եթե տունից եք աշխատում, շատ հարաբերություն չունեք բացի weekend-ներին, $617,000 2600 square feet տուն եւ իշխանել բակ։ Chatsworth 3.2 լվացարան 1544 square feet տունի մեծությունն է, 7500 square feet հողամասի մեծությունն է։ Նայեք հիմա այսի Chatsworth-ում դրա $550 price per square feet եւ այս վիճակի տուն remodeling-ի պետքություն ունի։ Բայց ասում եմ լավ 550-ը այդ թաղամասի համար լավ է, բայց պետք է վերեն գոնե $150 էլ ծախսես, վերջացնես $700 price per square feet։ Իշխան ես ծախսելու 1500 square feet-ի վրա։ $100 էլ ծախսես price per square feet, $150,000 ծախսելու ես։ So $650 finish product-ը նայելու։ Silmar 3.2 լվացարան 1664 square feet տունի մեծությունն է, 8000 square feet հողամասի մեծությունն է եւ asking price $517 price per square feet, ուրեմն $860,000 asking price։ Silmar-ում $517 per square feet, ես վերջերս շատ բարձրացել, is not bad, բայց տունի վիճակը is not quite there also, so բայց $517 is not a bad price, փուլով տունել է։ Granada Hills 2.2 լվացարան 1580 square feet տունի մեծությունն է, 8400 square feet հողամասի մեծությունն է, asking price $547 price per square feet։ Granada Hills միշտ այս TV-ի մեջ էլերա okay է, location-ը մի քիչ questionable, վիճակը մի քիչ touch-up կուզի, so I would say բայց 865,000-ը շատ ավելի affordable է, ամեն մարդ կարող է 865,000-ի տուն առնի։ Նորեն Granada Hills 3.2 լվացարան 1642 square feet տունի մեծությունն է, 7900 square feet հողի մեծությունն է, ստա location-ը շատ ավելի լավ է, մի քիչ աշխատանք ունի, ոչ շատ, ճիշտ recess light-եր ունի, գետիները կա, մեծամասնություն գործել է, $548 price per square feet, ուրեմն $900,000։ So $900,000 եւ $548 sense տուն այս թաղամասում is not a bad price at all։ Reseda 4.2 լվացարան 1740 square feet տունի մեծությունն է, 6700 square feet հողամասի մեծությունն է, asking price $924,000, ուրեմն $532 price per square feet։ Reseda-ի համար կարծեմ մի քիչ բարձր է, մանավանդ աշխատանք պետք ունի տունը տանելու։ Փուլել ունի անշուշտ։ North Hollywood 3.3 լվացարան 2281 square feet, 7000 square feet հողամասի արժեքն է, չափսն է, $427 price per square feet փուլով տունը North Hollywood-ում $975,000, $427 actually for North Hollywood is pretty cheap, բայց վիճակն էլ որ նայում են տունին, okay, ոչ շատ լավ, ոչ շատ վատ, բայց կարող ես յոլա այդ հաս քաշվես մեջը, մենակ ներքով եւ փուլով տունել, so it's not bad either։ North Hollywood նորեն 4.3 լվացարան 1921 square feet տունի մեծությունն է, 6900 square feet հողամասի մեծությունն է, գետիներ շատ մաքուր է պահպանված, cabinet-ը բանը լավ էր, $508 price per square feet, $975,000, I would say $508 is not a bad price, համեմատաբար ինչա դրե եւ ահագին է տեղ ունես բակը ADU ավելացնելու համար։ La Crescenta 3.1 լվացարան 1100 square feet տունի մեծությունն է, 5300 square feet հողամասի մեծությունն է, $1,095,000, այսինքն square feet $995,
չեմ ամ եթե ձրի փող վճարող կա դե չէ, բայց like sometimes 9.95 for a one bat or pick a mad batchum avelasteness anyway. I don't know, I think it's too high, but martikon karakterից տուն չունեն, they're desperate, insurance փողը վճարերակ maybe ընդան քարն։ Քնոգա Park 3 նինջասենյակ 2 լվացարան 2132 square feet տունի մեծությունն է, 7500 square feet հողամասի մեծությունն է։ Բավականին սրտաբաց տեղ է, դեկորը, դիզայնը, floor plan-ը շատ հաճելի է, $516 price per square feet, որ $1,100,000, actually վատ արժեք չի դրել price per square feet, շատ major աշխատանք չունեցներ էի թալու համար, ամեն ինչը կա շատ basic touch-ups։ Chatsworth 5 ննջասենյակ 3 լվացարան 3400 square feet տունի մեծությունն է, 18000 square feet հողամասի մեծությունն է։ Հայնագս է $397 price per square feet Chatsworth-ում sense size-ի տուն էս վիճակի there's nothing wrong with it. It's a great steal, շատ լավ արժեք է, $1,350,000 asking price։ Փուլ էլ ունի։ Burbank 5 ննջասենյակ 3 լվացարան 1920 square feet տունի մեծությունն է, 6700 square feet հողամասի մեծությունն է, մաքուր է, պատրաստ է, you can move in, Burbank ապրողներ ուր են, $729 price per square feet, $1,400,000, բայց $729 is not a bad price Burbank-ի եւս էլ իր ADU-ն է, այո, ADU-ի պատրաստ, so technically 4 bedroom, 2 bath։ Burbank-ում 3 ննջասենյակ 2 լվացարան 1739 square feet տունի մեծությունն է, 9400 square feet հողամասի մեծությունն է, asking price $860 price per square feet, բայց նայեք վիճակը semi love այդ recessed light-երը դեռ չունի, գետիները փոխեր է, air conditioning ունի, ստեղորնակ countertop-եր չի փոխված, so կեսով կես okay, կես չի, $1,495,000 Burbank-ի լավ թաղամասներից է, փուլ էլ ունի, պատրաստ moving condition։ Glendale 3 ննջասենյակ 2 լվացարան 1790 square feet տունի մեծությունն է, 6600 square feet հողամասի մեծությունն է, $893 price per square feet, եւ asking price $1,600,000 Glendale-ում, $893 price per square feet is not bad, եւ թաղամասն is not bad, location լավ է, մեկ քիչ upgrade-ներ պետք ունի, բայց ընդհանրապես լավ է։ Լաքանիարը 3 ննջասենյակ 3 լվացարան 1873 square feet տունի մեծությունն է, 7300 square feet հողամասի մեծությունն է, Լաքանիարում ինչպես ասում եմ $960 price per square feet, բայց տունը նայեք character-ով տուն է, ես շատ սիրացի իր character-ը, սիրուն եմ պահպանել, location-ը լավ է, $1,800,000 չի ինձի համոզում շատ է դե քիչ է, $960-ն է ինձ կարևոր, բավականին մեծ բակունի նստավայրի վրա տունն էլ պետք է լինի, կարող ես մեծացնես։ Burbank նորեն 5 ննջասենյակ 4 լվացարան 2290 square feet տունի մեծությունն է, 6700 square feet հողամասի մեծությունն է, price per square feet $807, $1,847,000 asking price, $807 ներողություն, okay, կարծեմ ժամանակս վերջանում է, չեմ գաստեմ մատ է ցույց տամ, Malibu էսա ցույց տանք 5 ննջասենյակ 3 լվացարան, այո, Malibu սարերի վրա 2700 square feet տունի մեծությունն է, 23000 square feet հողամասի մեծությունն է, $800 price per square feet Malibu-ում եւ հոյակա view-ներով $2,200,000 asking price, եթե Malibu-ի սարերի վրա տուն եք ուզում 23000 square feet հողով, որ կարող եք ծովը նայեք ընդերից եւ պատրաստ moving condition, շատ լավ արժեք է դրել, I gotta be honest with you guys, արդեն ծովը տեսնում ես, սարի վրա ես, բայց սարերի մեջ it's a great property, so անպայման ես էլ նկատի արեք, այն ծովն է։
Շատ շնորհակալ եմ եւ որ նայում եք եւ հետեւում եք մեր ծրագիրները, հարցում ունեք հեռարձանեք refinance-ի համար կամ տուն առնելու համար, ինչպես միշտ ասում եմ, paperwork սկսելը նա կարևոր, հետո պատրաստել եք, եթե տոկոս հարմար չի ձեզ, եթե պատրաստ եք տուն առնեք, բայց նախապատրաստություն պետք է տեսեք, չէ՞ որ սպասեք, երբ որ հիմա եմ ուզում եւ հիմա paperwork is not gonna happen։ Կհանդիպենք ձեզ նույն շաբաթ։ Thank you.